Հարգելի հյուրեր, հարգելի կուսակիցներ, տիկնայք և պարոնայք։ Ողջունում եմ բոլորիդ Հայոց համազգային միասնություն կուսակցության երրորդ համագումարում։ Մեր կուսակցությունը ստեղծվեց Արցախի կորստի և թշնամու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժելուց անմիջապես հետո։ Պարտված պատերազմի հետևանքները, Արցախի հայաթափումը, Բաքվի բանտերում հայտնված մեր հայրենակիցները, Հայաստանի տարածքների զավթումը, գործող իշխանության նվաստացուցիչ կեցվածքը չէին կարող անտարբեր թողել մեզ։ Եվ ուրեմն մենք հիմնեցինք Հայոց համազգային միասնություն կուսակցությունը, նպատակադրվելով հավախմբելու հայի տեսակը, նպաստել ամբողջ հայության ներուժի միավորումը, բոլոր նրանց, ում միևնույն չէ Հայաստանի Հանրապետության ապագան և Արցախահայության ճակատագիրը։ 2 տարի առաջ հայտարարեցինք, որ մենք աշխարհում ոչ մի հայ հետ խնդիր չունենք, ձեռք ենք մեկնում բոլորին, այդ թվում իշխող կուսակցության ներկայացուցիչներին, բոլորին, բացի մեկ անձից։ Բացի մեկ անձից, նա, ով առայժմ զբաղեցնում է երկրի վարչապետի աթոռը, ով հանուն այդ աթոռի դարձավ պարտության, հազարավոր զոհերի, Արցախի կորստի և Արցախահայության վտարանդի դառնալու պատճառ։ Այսօր վերահաստատում ենք մեր խոսքը, ձեռք ենք մեկնում բոլորին, բացի մեկ անձից, և այդ անձը մեկ ընդմիշտ պետք է հեռացվի։ Նիկոլի անունը պատմության մեջ արդեն դաջվել է որպես դավաճանության և պարտության խորհրդանիշ, դառնալով մատաղ սերունդների համար ուղեցույց, թե ինչպիսին չպետք է լինի հայի տեսակը։ Այսօր վտանգված է հայրենիքը, վտանգված է պետությունը, վտանգված է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, վտանգված է ամբողջ հայությունը։ Հայտնի հեքիաթի օրն ենք ընկել, երբ կկուն ձագերին հերթով հանձնում է աղվեսին, ինքն իրեն ու բոլորին խաբելով, թե ամեն ինչ լավ է, տիրում է խաղաղություն։ Նիկոլը Ադրբեջանին է հանձնել 12 քաղաք, 385 եկեղեցի, 200 մշակույթի տուն, 232 դպրոց, 60 վանական համալիր, 2385 խաչքար, ավելի քան 5000 մշակութային հուշարձան, 4 ջրամբար, 37 հիդրոէլեկտրակայան, 48 հանք։ Ոչինչ չի մնա, եթե այս ապաշնոր իշխանությունը վերարտադրվի։ Բոլոր կարմիր գծերը այլևս հատված են։ Այսօր, երբ հազարամյակներով անցած հայկական Արցախում գեթ մեկ հայ չի մնացել, երբ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատապարտվում է ցմահ ազատազրկման, երբ թշնամու զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում են, գործող ռեժիմը դարձել է սպառնալիք ողջ հայության համար։ Նիկոլի վերարտադրումը հավասարազոր է հայոց պետականության կործանմանը։ Մենք չենք կարող հաշտ լինել այս իրավիճակի հետ։ Ուստի մերժում ենք սինխոստումներով, չդադարող նվաստացումներով ու պարտադրանքներով խաղաղություն ասվածը։ Մենք արժանապատիվ խաղաղության կողմնակից ենք։ Մինչդեռ գործող իշխանությունը անընդհատ
նոր վտանգներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Փաստացի Ադրբեջանն ու Թուրքիան առանց լուրջ ջանքերի պարտադրում են Նիկոլին ստորագրել ցանկացած փաստաթուղթ առաջ քաշելով նոր պահանջներ։ Այս համատեքստում Թրամփի ուղին այն տեսքով, ինչպիսին որ ներկայացված է անվտանգային լուրջ սպառնալիքներ է պարունակում։ Հայաստանը ոչ միայն կտրվում է Իրանի հետ ռազմավարական նշանակության հաղորդակցման ուղիներից, ոչ միայն մեկուսանում է Ռուսաստանից, այլև հայտնվում է թուրք-ադրբեջանական ծուղակում, ուղիղ հարվածի տակ դնելով Սյունիքը։ Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ պետությունը ճանապարհային նախագծերի անվան տակ ոչ միայն մնում է դատարկաձեռն, այլև ունենում է տարածքային կորուստներ։ Օրինակ, 1956 թվականին Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը հայտարարեց Սուեզի ջրանցքի ազգայնացման մասին, պնդելով, թե Սուեզի ջրանցքը Եգիպտոսի իշխանության տակ է։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնթոնի Իդենը կտրուկ հակադարձում է, հայտարարելով, որ Սուեզի ջրանցքը միջազգային վերահսկողության տակ է, որն իրականացնում է Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Ջրանցքի տնօրինման 75%-ը Եգիպտոսը հանձնել էր Ֆրանսիային, իսկ մնացած 25%-ը վաճառել Բրիտանիային, քանի որ չէր կարողացել ֆինանսավորել դրա շահագործումը։ Իդենը Եգիպտոսի նախագահի գործողությունը որակում է որպես միջազգային պայմանագրերի խախտում։ Նա հայտարարեց, որ եթե դիվանագիտությունը չօգնի, ապա Մեծ Բրիտանիան ուժ կկիրառի և այդպես էլ եղավ։ Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի, Իսրայելի հետ միասին ներխուժում են Եգիպտոս։ Հայտարարված պատերազմը տևում է ընդամենը 9 օր։ Եգիպտոսը ընդունում է իրան ներկայացված բոլոր պահանջները։ Եվս մեկ օրինակ եմ ուզում բերեմ 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերը Չինաստանը կորցնում է մոտ 35 տարածք։ Օտարերկրյա պետությունները պահանջում էին տարբեր քաղաքների և նահանգիչների վրա վերահսկողություն։ Նշված ժամանակահատվածում Չինաստանը ենթարկվեց Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ճնշումներին։ Տերությունները պարտադրեցին իրենց պայմանները և ստեղծեցին սեփական անկլավներ Չինաստանի տարածքում։ Չինաստանը հարկադրաբար համաձայնվում է առաջ քաշված բոլոր պահանջներին։ Հետագայում իհարկե այս ժամանակահատվածը կոչվեց Չինաստանի նվաստացման դարաշրջան։ Այս և նման պատմական օրինակները փաստում են, որ ինքնիշխանությամբ պահպանում որևէ պարագայում չի կարող լինել, երբ երկիրը իր տարածքը վերահսկելու նպատակով զիջում է այլ պետության կամ կազմակերպության։ Այսօր փաստացի գործող վարչախումբը քայլ առ քայլ երկիրը հանձնում է թշնամուն,
ընդ որում ամեն ինչ անում, որպեսզի այդ գործընթացը անդառնալի լինի։ Եթե Նիկոլը մնա իշխանության, ապա նորանոր կորուստներ ենք ունենալու, ընդհուպ միջև Հայաստանի կործանումը։ Շատ արագ 300,000 ադրբեջանցի կհաստատվի Հայաստանի Հանրապետությունում։ Ընդամենը մեկ սերունդ հետո ադրբեջանցիների թիվը Հայաստանի Հանրապետությունում կտրուկ կավելանա ու կտրվի պետության գոյության հետ հաշվարկը։ Այն ինչ տեղի ունեցավ Արցախում, ցավոք դա կտեսնենք Հայաստանում։ Սևանը կդառնա Գյոքչա, Երևանը Էրիվան, Էջմիածինն էլ Ուչմիածին։ Ցավոք մեր հասարակության ինչ որ մի զանգված սեփական փորը լցնելու համար պատրաստ է հանձնել Հայաստանը։ Արցախի ժամանակավոր կորուստը ցավոք, բայց դաս չի եղել մեզ համար։ Վերջին 7 տարիների ընթացքում Ալիևը ինչ ուզեց ստացավ։ Նիկոլի ոճը շոուներով կերակրել ժողովրդին դարձել է աշխատող գործիք, շարունակելով իր կեղտոտ ու աղետաբեր գործը։ Նիկոլը ժխտում է անգամ սեփական ժողովրդի ինքնությունը, պատմությունն ու կենսագրությունը։ Նիկոլը տաղանդավոր ձևով կարողանում է պարտությունը ներկայացնել իբրև հաղթանակ։ Տգիտություն, անհեռատեսություն, քինախնդրություն ու արկածախնդրություն։ Սա է Նիկոլը։ Նա իրեն վեր է դասում անգամ Հայաստանի Հանրապետությունից եւ ատում սեփական ժողովրդին։ Հայոց համազգային միասնություն կուսակցությունը գիտակցելով ստեղծված իրավիճակն ու արկա սպառնալիքները անելու է ամեն ինչ կանխելու այս մահաբեր գահավիժումը։ Հայոց համազգային միասնության առաքելությունն է քշել նիկոլիզմը Հայաստանից։ Չի կարող մի պատերազմը եւ մեկ չստացված ղեկավարը կոտրի հայ ազգի ողնաշարը։ Ստեղծած իրավիճակը պարտադրում է ստեղծել այնպիսի համախմբում, որն ընկալելի կլինի հայ ժողովրդի համար։ Ընդդիմադիր դաշտի բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն սեփական ամբիցիաները ու տարաձայնությունները եւ լծվեն միայն ու միայն մեկ գործի՝ օր առաջ հեռացնել Նիկոլին։ Հակառակ պարագայում Հայաստանի Հանրապետությունը ցավոք, բայց դառնալու է արևմտյան Ադրբեջան։ Հայ ժողովրդի պատմությունը ունեցել է շատ ավելի ծանր ժամանակներ եւ անցել այդ փորձությունների միջով։ Մեր ժողովուրդը արժանապատվորեն հաղթահարել է այդ բոլոր փորձությունները։ Հանուն այսօրվա եւ վաղվա սերունդների մենք պարտավոր ենք ունենալ արժանապատիվ եւ անվտանգ պետություն, ինչպես արդեն նշեցի։ Ստեղծված իրավիճակում մենք իրավունք չունենք անտարբեր լինել տեղի ունեցողին։ Հայոց համազգային միասնություն կուսակցությունը պարտադիր կմասնակցի 2026 թվականի հունիսի 7-ի կանալիք ազգային ժողովի ընտրություններին։ Մենք մասնակցելու ենք միասնական ճակատով, մեծ կոնսոլիդացիայով։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախը, շնորհակալ եմ։